Ողջունում եմ բոլորիդ, ես Ստելլա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը։ Ճիշտն ասած, այս թեմայով ուղիղ եթեր պլանավորել էի ավելի ուշ առաջիկայում, բայց որոշեցի այն անել այսօր, ճիշտ օգտագործելով ժամանակս եւ մի տեղից մի տեղ տեղաշարժվելու ընթացքում կիսվել ձեզ հետ իմ մտքերով, որովհետեւ այսօր կարծես թե իմ աստեղային ժամներ։ Այսօր առավոտից, չգիտես ինչու, ինձ հիշել էին բոլոր հեռու, մոտիկ, ծանոթ, անծանոթ բարեկամները, ընկերները, ծանոթները, բոլորը ինձ նամակ էին գրում եւ այսքան զանգ մեկ օրվա մեջ չէի ստացել, բնականաբար ոչ մի զանգի չեմ պատասխանել ժամանակի սղության պատճառով, երևի 100-ից ավել միայն զանգ հեռախոսահամարից եւ այդքանից ավել էլ մեսենջերին։ Ուրախալի է, որովհետև ամեն ինչի մեջ փորձում եմ տեսնել դրականը եւ ուրախ եմ, որ այդքան մարդ գիտի իմ հեռախոսահամարը, իդեպ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր դիմադիր եւ ընդդիմադիր լրատվականներից, լրատվական կայքերից, ալիքներից նույնպես զանգահարել են, անսահման երջանիկ եմ, որ դուք ունեք իմ հեռախոսահամարը եւ շնորհակալ կլինեմ, եթե դուք առաջիկայում միանաք, որ պլանավորում ենք հունիս-հուլիս ամսին, մենք մամլոասուլիս ենք ունենալու գյուղերի զարգացման ծրագրի հետ կապված եւ վստահ եմ, որ նույն եռանդով դուք ցանկանալու եք լուսաբանել նաեւ երկրի գյուղերի զարգացման ծրագրերը։ Սակայն ուղիղ եթերս այս ամենի մասին չէ, պարզապես այսպես մի փոքր սարկազմով, բայց այդ հիշելու հետ կապված, որ մարդիկ իրար հիշում են, երբ որ մի բան են ցանկանում ճշտել, ու առհասարակ միշտ թե հանդիպումների, թե դասընթացների ժամանակ անդրադառնում եմ լուրերին, ցանկացած լուրերին։ Յուրաքանչյուր թեժ, ամենաթեժ, ամենասարսափելի, ամենավատ լուրը, որին առաջին հայացքից մենք վերաբերում ենք ինչպես մեր սեփական կարևոր հարցին, որը պետք է պարտադիր քննարկենք եւ ինքներս մեր կարևոր կարծիքը ասենք, երրորդ օրը մենք այդ լուրի մասին մոռանում ենք։ Օրինակ բերեմ, մեր երկրում տեղի ունեցող օրինակներից հենց, որպեսզի դրսի օրինակները չասեմ։ Ինչ մարզում հայրը սպանել է որդուն։ Մարդիկ այնպիսի սրտաճմլիկ գրառումներ են կատարում, տպավորություն է, թե այդ մարդու այդ երեխայի ծնունդը իրենք են ընդունել, իրենք են պահել երեխային եւ այսպիսի ցավ են ապրում։ Եվ երրորդ օրը մարդիկ, ու դա բնական է, երկրորդ օրը լուրը արդեն հնացել է, երրորդ օրը մարդը ապրում է իր բնականon կյանքով, հարսանիք է տոնում, ծնունդ է տոնում եւ այսպես ցանկացած լուր առհասարակ դասընթացների ժամանակ ես ասում եմ ձեր էջերից անֆոլո արեք, բաժանորդագրությունից հանեք բոլոր տեսակի լրատվականները եւ ցանկացած մարդկանց, որոնցից դուք դրական էներգիա չեք վերցնում, ինչ որ նոր բան չեք սովորում եւ ինֆորմացիա նոր չեք ստանում ձեր ոլորտին վերաբերող։ Մնացած ամեն ինչը որ մեզ չի վերաբերում, տանում է մեր կյանքի ամենաթանկից, ամենաանկիմից, այն է ժամանակից, որովհետև ոչ մեկս չգիտենք ինչքան ենք ապրելու եւ յուրաքանչյուրիս կյանքի ժամանակը յուրաքանչյուրիս համար պետք է թանկ լինի ու ամեն ծախսած 5 րոպեն, 10 րոպեն թեկուզ լրատվական կայքերի վրա դա մեր կյանքի վառելիքից ծախսված ժամանակն է, որը մեզ ոչ ոք հետ չի վերադառնալու։ Ցանկացած պարագայում կանգ առեք եւ հարցրեք ինքներդ ձեզ. արդյոք արժեր ծախսել իմ կյանքի այս 5 րոպեն, օրինակ, այս կարճ ռիլը անհետաքրքիր ինձ չվերաբերող դիտելու համար, կամ այսինչ լուրը կարդալու կամ մեկնաբանություն թողնելու համար։ Իհարկե ես, քանի որ միշտ ու ամեն բան նայում եմ դրական տեսանկյունից, այսօր նաև էջումս դրական փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև մեկ օրվա մեջ 250 հոգի բաժանորդագրվել են էջիս։ Դրանք 250 անձիկ են, ովքեր հետագայում կիմանան մեր գյուղերի մասին։ Իսկ այժմ այն թեմային, որին ցանկանում եմ անդրադառնալ, սերն առ հայրենիք, ինչպես սերն առ յուրաքանչյուր քննարկվող թեմա, յուրաքանչյուրիս մոտ եւ այսպես պիտի ասեմ, որ
այն ամենը ինչ տեղի է ունենում, մենք միշտ ընտանիքում, դպրոցում, կոլեկտիվում, համալսարանում մեզ դուրս ենք դնում այդ վիճակից եւ ինչ որ մի բան մեկնաբանելիս ասում ենք դե մեր ժողովուրդը էսպիսին է, դե մեր ժողովուրդը սենց արեց, բայց մենք դրա մեջ չենք կարևորը։ Եվ երբ որ քանի որ ես երևի այն անձանցից եմ, ով ամենաշատն է շրջագայում Հայաստանի Հանրապետության տարածքով եւ տեսնում է բացի դրականը նաև բացասականը եւ ես միշտ ասում եմ տեսնենք խնդիրները բարձրաձայնելու, լուծում գտնելու, ոչ թե դժգոհելու համար, բայց հիմա ցանկանում եմ դժգոհել եւ ցանկանում եմ դժգոհել յուրաքանչյուրիցս եւ սկսած ինձնից։ Օրինակ Գեղարքունիքի մարզի ճանապարհին բոլորս անցել ենք, շատերս անցել ենք, մարզի բնակիչները հենց այնտեղով անցնում են եւ ես այնտեղ հայտնաբերել եմ նոր տեսակի, դե քանի որ գյուղատնտեսության ոլորտը շատ ավելի հոգեհարազատ է ինձ եւ աչքս հառնում է նաեւ ոլորտին վերաբերող երևույթներին, դեռ տարիներ առաջ էլ եմ այս մասին գրել, բայց այնտեղ հենց Չիչխանի ծառերի ուղությամբ Սևանի ափով մեկ երկայնքով կան տոպրակածառեր։ Իսկ ովքեր են տնկել այդ ծառերը։ Մեր ժողովուրդը էլի մենք մեզնից դուրս դնենք, ովքեր գնացել են այնտեղ քեֆ անեն կամ ճանապարհին իրենց աղբը վերցրել են, որ ճանապարհին դենն է տեն, ափին մի տեղ են թողել ուտելուց հետո եւ քամին այդ պոլիէթիլենը փակցրել է ծառերին եւ ծառերը դարձել են տոպրակածառեր։ Եվ այդ պտուղները կերել են Սևանում ճախրող ճայերը եւ սատկել են։ Այսպիսի շղթայական բան է տեղի ունենում բնության մեջ եւ յուրաքանչյուրիս կյանքում, բայց մենք մեղավոր չենք։ Ինչպես օրինակ մեղավոր չենք, երբ որ ծխում ենք եւ ծխուկը գետնին ենք նետում։ Ես եթե հիմա ուղիղ եթեր չանեի, չնայած մի փոքր ավելի քչացել է, բայց նաեւ կնկարեի դիմացի մեքենաները, ովքեր որ գնում են ծխում եւ լուսամուտից դեն են նետում։ Այստեղ պիտի ասեմ, որովհետեւ օրենքը կա, բայց չենք տուգանվում։ Աղբի տարբերակում օրենքը կա, բայց չենք տուգանվում։ Ու սիրել հայրենիքը տանը կենացով, բայց երկրով մեկ տնկել տոպրակածառեր կամ աջակցել, որպեսզի այդ ծառերը շատանան, դա մենք ենք, մեզնից յուրաքանչյուրը։ Խնդրում եմ յուրաքանչյուրս դուրս գանք մեր համայնք, դա կլինի քաղաքում, դա կլինի գյուղամիջում ու խնդրում եմ հանկարծ ինչ որ մեկը իմ այս ուղիղ եթերին, սա պարզապես իմ այն ուղիղ եթերներից է, որ շատ հազվադեպ է լինում, քաղաքական ենթատեքստ չտալ, որովհետև ես արդեն 15 տարուց ավել է այս ոլորտում եմ, 22 տարեկան է կանաճարահետ հասարակական կազմակերպությունը եւ արդեն գյուղական զբոսաշրջության ոլորտում 15 տարուց ավել եւ այդ ողջ 15 տարիների ընթացքում միշտ շեշտել եմ, ես անկուսակցական եմ, իմ կուսակցությունը գյուղատնտեսությունն է, իմ իշխանությունը հայ գյուղն է, ես պետականամետ եմ, իշխանամետ եմ, քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում, հետևաբար չեմ հասկանում կուսակցությունների դերը եւ իրավունք էլ չունեմ քննարկելու եւ խոսելու այն թեմայից, որը ինձ չի վերաբերում կամ որի վերաբերյալ բավականին գիտելիք չունեմ, գոնե մակերեսային, որպեսզի կարողանամ քննարկել տվյալ թեման։ Իսկ այն ինչը որ վերաբերում է գյուղին, սկսած կրկնակոշիկներից, այն է կալոշներից, մինչև ամենակատարելագործված տեխնիկան, կարող եմ խոսել ինտենսիվ գյուղատնտեսությունից, կայուն գյուղատնտեսությունից, որը ին ոլորտն է պատրաստ եմ, եւ այդ ոլորտն է նաեւ գյուղը, գյուղի զարգացումը ու հեռավոր գյուղերի դատարկ լինելը, դատարկվելը եւ դա դեռ շարունակվող տենդենց է, ներքին արտագաղթը, արտաքին արդեն ունեցել ենք դեռ մինչև հեղափոխությունը, պետք է եւս մեկ անգամ հիշեցնեմ, կար FMS ծրագիրը, որի ընթացքում տալիս էին Ռուսաստանի Դաշնությունում հնարավորություն հիպոթեկային վարկով տուն գնելու, տալիս էին աշխատանք, ընտանիքի անդամներին գրանցում եւ այդ ընթացքում FMS-ի ծրագրի շրջանակում 500,000 մարդ վերաբնակեցվեց անծայրածիր Ռուսաստանի Դաշնությունում, եթե նայենք նրանց տեսանկյունից, շատ
պրոֆեսիոնալ եւ ստրատեգիական քայլ էր, որովհետեւ եւ թարմացրեցին իրենց գենը եւ վերաբնակեցրին մարզերը, որովհետեւ Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը չէր մտնում այս ծրագրի մեջ եւ նրանց արվարձան քաղաքները։ Եվ այդ ժամանակ ավելի շատ արտաքին արտագաղթներ, իսկ հիմա ներքին արտագաղթ կոչվածը նույնպես ավելի պակաս վտանգավոր չէ, որովհետև այն մարդիկ, ովքեր գնացել են, այստեղ արդեն պետք է ասեմ այս մի պարբերության մեջ, մարդիկ, ովքեր կգտնեն իմ խոսքերի մեջ իրենց, ես մեղավոր չեմ։ Մարդիկ, ովքեր ժամանակին FMS-ի ծրագրի շրջանակում հրաժարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ մեկնել են արտերկիր, դե ծրագրով հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, դեռ Եվրոպայի ու Ամերիկայի մասին չեմ խոսում եմ կոնկրետ այս FMS-ի ծրագրի մասին։ Դրանց մեծ մասը, բացի քաղաքաբնակները, մեծ մասը նաեւ մարդիկ են, ովքեր արտագաղթել են այդ գյուղերից։ Ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր արտագաղթել են նախկին իշխանությունների օրոք, որովհետև երբ որ ես ասում եմ մենք ինչ-որ մի բան ասելիս մեզ դուրս ենք դնում դրանից, ես ինքս դիմել էի ծրագրին դեռ 14 թվականին, բայց եւ շահել էի, այսպես ասած, դա շահովի էր, որովհետև հաշվի էին առել 3 երեխա, ընտանիք, առողջ ընտանիք, ով պետք է գնա այնտեղ աշխատի եւ այլն։ Ներողություն, մի տեղ կկանգնես, որ խնդրեմ։ Եվ այդ ժամանակ որոշում կայացրեցի ու չգնացի, որովհետև չկարողացա իմ մեջ հաղթահարել այդ երկրից գնալու որոշումը։ Բայց ինչպես բոլորը, նույնպես եւ ես դիմել էի։ Հիմա խնդրանքս կամ խոսքս հորդորս այն մարդկանց, ովքեր լքել են երկիրը, լքել են հենց այդ գյուղերը, թեկուզ ստիպված, թեկուզ վատ պայմաններից ելնելով, բայց այսօր նրանք կազմում են Սփյուռքի մեծամասնություն եւ քննարկում են մեր երկրում տիրող քաղաքական իրավիճակը, քննարկում եւ խորհուրդներ են տալիս ինչպես անել, ինչպես վարվել, ել չեմ ասում, քննարկում են ինչպես գալ, դառնալ երկքաղաքացի, մասնակցել ընտրություններին, խավլիցի։ Դուք արդեն Ռուսաստանի Դաշնության բնակիչ եք, խնդրում եմ մտածեք ձեր երկրի ընտրությունների մասին եւ այստեղ անգամ ընդդիմադիրները, մարդիկ, ովքեր ընդդիմադիր են, բայց Հայաստանի Հանրապետությունում են, նրանք են տերը երկրի եւ նրանք ունեն բոլոր իրավունքները խոսելու, քննարկելու, քննադատելու կամ դրական խոսք ասելու։ Իսկ դուք, խնդրում եմ, հանգիստ վայելեք ձեր երկիրը եւ մի որոշումներ կայացրեք մեր երկրում քաղաքական ինչ վիճակ պիտի տիրի կամ ինչ պետք է փոխվի։ Մեր երկիրը ունի բնակիչներ, մենք ունենք բնակիչներ, մենք այստեղ ենք եւ մենք ինքներս կարող ենք քվեարկել եւ փառք Աստծո այն մարդիկ, ովքեր չունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, առավել եւս նրանք այդ իրավունք չունեն երկրում ինչ-որ բան փոխելու մասին խոսելուց։ Հիմա, երբ որ ես ավելի շատ շրջում եմ հեռավոր գյուղերով, պետք է անդրադառնամ նաեւ այս կետին, հատկապես հեռավոր գյուղերը, Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, ամեն 3-4 տան դարպասին կողպեք է կախված։ Եվ գրել եմ տևական ժամանակ առաջ նաև կողպեքների մասին, որ ժանգոտ կողպեքին երբ որ ձեռք տվեցի, ժանգաջուրը արցունքի նման կաթած ձեռքովս, կարծես սփյուռք մեկնած կամ երկիրը լքած հայի արցունքը լիներ եւ կարծես թե կողպեքը այրում էր ձեռքս ու ասում էր բաց թող ինձ կարող է բացել միայն այս տան տերը։ Եվ այսպես այդ տների դեպի դուր տանող ճանապարհները նույնպես մոլախոտերով են պատված, բայց մեծամասնությունը պիտի ասեմ, որ հենց այս մեր երկրի հարցը քննարկող մարդկանց նույնպես հենց այդ սփյուռքի բնակիչներն են ու ես նաև հորդորում եմ, որ դուք վեր կենաք ու գաք Հայաստան, գաք ապրեք այստեղ, տեր կանգնեք ձեր տներին եւ
իրավունք ունենաք նաև այստեղ ձեր կարծիքը ու խոսքը ասելու, որովհետև երկիրը պահվում է ժողովրդով։ Եվ ինչքան ուզում եմ մենք գեղեցիկ ծրագրեր իրականացնենք, ենթակառուցվածքները բարելավենք, ոռոգում, լուսավորություն, դպրոցներ, խմելու ջուր, երկիրը բնակիչով է պահվում եւ խոսքս հենց այդ հեռավոր գյուղերի մասին է, որոնց դռների վրա կախված են կողպեքներ, եթե տանտերերը լսում են այս ուղիղ եթերը, սա թող նրանց համար լինի մտորելու առիթ։ Եվ երբ որ մենք փորձում ենք քննարկել, այստեղ այն աստվածաշնչյան հատվածը պետք է մեջ բերեմ, ով իրեն մեղավոր չի զգում, թող առաջինը ինքը քարնետի եւ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու ենք երկրի զարգացման, հզորացման, կայացման, բարելավման համար եւ մեզնից յուրաքանչյուրը, ով անգամ ծխում, ես խնդրում եմ միգուցե սա կոշտ հայտարարություն է, բայց անգամ ծխում եւ ծխուկը գետնին է նետում, նա նույնպես պոտենցիալ դավաճան է, որովհետեւ մեկ ծխուկից է սկսվում հայրենիքը չսիրելը, մեկ ծխուկից է սկսվում, որովհետև այդ նույն ծխուկը դուք ձեր տան բազմոցին նստած ծխելուց հետո չեք շպրտում հատակին։ Մինչև մենք չսովորենք սիրել մեր երկիրը ինչպես մեր տունը եւ նույնը աղբից, եթե ասենք աղբը ինչ կապ ուներ այս ամեն ինչի հետ, ամենամեծ կապն ուներ, որովհետև հենց այդ սերն էլ սկսում է կարգ ու կանոնից եւ աղբը չթափելուց։ Նաև պետք է խոսեմ հողերից, քանի որ մենք շատ ծանր ենք տանում, այդ մենք ասվածը, մենք էլի բոլորս, որևէ մեկը թող իրեն դուրս չդնի այդ ասացիցս, Արցախի կորուստն ենք ծանր տանում, Արցախում թողնված պատմամշակութային կոթողները, եկեղեցիները, մեր սրբություններն ենք այնտեղ թողել եւ եկել, ինքս էլ գիտեք 9 տարի ապրել եմ Արցախում եւ սա շատ մեծ սրտացավությամբ եմ ասում, բայց դուք, ովքեր որ քննադատում են ու լաց են լինում Արցախում թողած եկեղեցիների ու խաչքարերի համար, խնդրում եմ ինչ որ մեկը թող մեկնաբանություններում գրի, շրջել եք արդյոք Հայաստանի Հանրապետության տարածքով, տեսել եք արդյոք մահացող եկեղեցիները, հողի տակ անցնող եկեղեցիները, Խնածախի եկեղեցին, Բղենով վանքը, Տանձավերի եկեղեցին, հերթով թվարկեմ, անգամ խաչքարերը հերթով ասեմ։ Գյուղ եմ գնում, որ չգիտեմ, Բաքում միտեղ խաչքարը նստարան է, բայց այդ երևի 4 դար առաջ ինչ որ մի հատ ուսուցչի գերեզման է եղել։ Երբևէ մեր խոսքը չի համապատասխանում մեր գործին եւ չեմ տեսել, սիրելով գյուղը, սիրելով գյուղացիներին եւ ինքս ինձ համարելով ամենագյուղացի, բայց ցավով պիտի ասեմ, որ չեմ տեսել, որ գյուղով ամբողջությամբ հավաքվեն, վեր կենան ու ասեն գնում ենք, սա մեր գյուղն է եւ մենք պարտավոր ենք մեր եկեղեցու տարածքը մաքրենք, ծառատուն կանենք, քարերը հավաքենք, բարկած խաչքարերը ուղենք։ Եթե կան օրինակներ, ասեք, ես ներողություն խնդրեմ եւ լուսաբանեմ օրինակները, որը տարածում կստանա եւ մնացած բոլորը նույնպես այդպես կվարվեն։ Բայց ես տեսել եմ ինչպես եմ ես գնում ուրիշ համայնք եկեղեցու տարածքը մաքրում, ծառատուն կանում եւ իմ գնալուց 1 շաբաթ հետո, քանի որ ծառերը ջրող չկար, ծառերը չորանում են։ Եվ ես գնում եմ նորից եմ ծառատուն կանում, նորից են չորանում եւ այսպիսի հարյուրավոր պատմություններ կարող եմ ձեզ ասել։ Եվ մարդը, ով քննադատում է դիմացինին, նախ առաջին հերթին պիտի կանգ առնի ու ասի ինչ եմ արել ես, կամ որտեղ եմ սխալվել ես, որովհետև յուրաքանչյուրիս սխալը կա այս ամեն ինչի ներսում, այդ հողի տակ անցնող խաչքարերը, որ մենք թողել ենք եւ Facebook-ի ստատուսներով սգում ենք եկեղեցիների համար, եկեք ես ձեզ ցանկով հասցեներով տամ, որպեսզի սուքը էլ ավելի մոտիկ լինի, դուք գնացեք ավելի մոտիկից սքացեք կամ մոտիկ եկեղեցիների մասին պատմեք։ Այստեղ նորից ներողություն եմ խնդրելու ու ասեմ, ով գտավ իրեն գրառմանս մեջ, ես մեղավոր չեմ, բայց այն, որ մենք դա բոլորս ենք, սա պետք է փաստենք, մինչև մենք հաշվի չնստենք մեր խնդիրների, սխալների եւ խոսքը գործ չդարձնելու կերպարի հետ, երբեք էլ չենք ունենալու մեր երազանքների Հայաստանը, որի մասին խոսում ենք գեղեցիկ ստատուսներով ու նկարներով։
Եվ ավելին ասեմ, մենք բոլորս մեր գյուղերից տեղադրում ենք լուսանկարներ ամենագեղեցիկ տեսարաններով, բայց մեր գյուղերի փողոցները նույնպես աղբի մեջ մտած են, հիմա այստեղ պետք է ասեմ գոմաղբի մասին նույնը, եթե գյուղից եմ խոսում, եւ խնդրում եմ որևէ մի գյուղացի ինձնից չնեղանա, վատ չզգա, որովհետեւ երբեմն շատ դրականը խոսելուց հետո, երբ որ խոսում ենք ինչ որ մի բացասական խնդրի մասին, արդեն դառնում ենք վատը, արդեն մոռանում ենք մնացած անցած 15 տարվա արած լավ գործերը, որովհետեւ հանկարծ խոսեցինք գյուղի խնդիրներից։ Մենք անգամ գոմաղբը չենք կարողանում կոկիկ հավաքել գոմի հետևում։ Հետևաբար եկեք այն ժամանակը, որը որ ծախսում ենք Facebook-ներում, ոչ միայն Facebook-ում, համացանցի տարբեր հարթակներում մարդկանց քննարկելու, իրար վիրավորելու, իրար անձնական կյանք մտնելու եւ մեր կարևոր մասնագետի կարծիքը ասելու, մի պահ այդ ընթերցելուց առաջ կանգ առնենք ու ասենք. մեր դարպասը ներկած է արդյոք, թե ժանգոտ է։ Եթե ժանգոտ է, ով է մեղավոր։ Հայաստանի Հանրապետությունը, չէ, բայց մենք տալիս ենք 15-20 հազար դրամ, հիմա էլ այս մոդայիկ կայքերը պատվերների բոլորը ձևերը գիտեն։ Կայքերից շորեր պատվիրելու, տարբեր պարագաներ պատվիրելու, շատ չմանրանամ, բայց 10,000 դրամ ներկ, խոզանակ, լուծիչ եւ ձեռնոց գնելու գումար չունենք։ Ունենք, պարզապես ցանկություն չունենք, որովհետև դա յուրաքանչյուրիս դարպասը պատմում է մեր մասին, յուրաքանչյուրիս բակը պատմում է մեր մասին, յուրաքանչյուրիս էջը պատմում է մեր մասին, յուրաքանչյուրիս գրառումը պատմում է մեր մասին, հետևաբար եկեք մենք ինքներս ներկայանալիս լինենք կոռեկտ, լինենք սահմանափակ եւ յուրաքանչյուրս մեր ոլորտում կայանալով, հզորանալով փորձենք օգտակար լինել մեր երկրին, մեր համայնքին եւ քանի որ հարցին անդրադարձա, երբ որ ասում եմ ամեն մեկս մեզ պետք է հարց տանք, ինչ ես արել դու հայրենիքի համար, ամենաբարկացնող կետը, որ շատ հաճախ հանդիպվում է եւ մինչեւ այսօր էլ պատերազմից հետո, որ խոսում են պատմամշակութային կոթողներից, եկեղեցիներից, խաչքարերից, էդ էր, որ մի պահ կանգ առեք եւ խնդրում եմ ուսումնասիրեք ձեր գյուղի հարակից տարածքի, ձեր քաղաքի հարակից տարածքի, քանի խաչքարի տեղ գիտեք, քանի եկեղեցու տեղ կամ անուն գիտեք, քանի եկեղեցու պատմություն գիտեք եւ ոչ մեկը այս մասին չգիտես ինչի չի խոսում։ Եվ շատ բան կա, երբեմն ասում եմ, որ շատ բան եմ լռում եւ այո շատ բան եմ լռում եւ այսօր փորձեցի հնարավորինս կոռեկտ լինել եւ ուզում եմ չնայած բացասական, բայց շատ կարեւոր ուղիղ եթերից ավարտեմ եթերս մի խնդրանքով, երբ որ մեզ ասում են ինչ ես արել դու հայրենիքիդ համար, մենք պատկերացնում ենք այն սովետական պլակատը, որի վրա ձեռք առաջ պարզած Գոլխոզի աշխատակցուհին, այտենց ռուսերեն գրած «Что ты сделал для своей родины»։ Եթե մենք լավ ենք ապրում, եթե մենք երջանիկ ենք, եթե մենք սիրում ենք մեր երկիրը, գյուղը, ինչպես մեր ընտանիքը, ինչպես մեր երեխային ենք սիրում, եթե մենք ինքնաբավ ենք, եթե մենք կայացած ենք, եթե մենք ամեն օր կրթվում ենք, ամեն օր սովորում ենք, ամեն օր ցանկանում ենք դառնալ ավելի լավը, քան երեկ էինք, եթե մենք կամենում ենք, արդեն մեծ բան ենք արել երկրի համար, որովհետև յուրաքանչյուրիս տունը, յուրաքանչյուրիս ընտանիքը Հայաստանի Հանրապետության փոքր մոդելն է, յուրաքանչյուրիս բակը մեր պատկերացրած երկրի մոդելն է։ Եթե մի փոքր կոպիտ էր ուղիղ եթերս, որովհետև պատճառ ունեի, որովհետև մարդիկ, ովքեր ինձ հիշում են միայն տարին մեկ անգամ, երբ որ ինչ-որ հարցի կարիք կա, հիշել չի նշանակում շաբաթը մեկ կամ զանգեն, որ բիսություն հարցնեն, դա նկատելի է, ես հենց այնպես չեմ ասում, կամ ինչ-որ պետքի համար,
Էլի հիշեք, խնդիր չկա եւ մարդիկ ովքեր սա լսում են, գիտեն, որ արձագանքում եմ, պատրաստական եմ եւ երբևէ դժգոհություն չեմ հայտնում, բայց ուզում եմ նաեւ դրա շուրջ մտածենք, որ մենք միշտ պետք է իրար ունենանք ոչ թե պետքի կամ կարիքի համար եւ պարտադիր չի զանգով դրա մասին չի խոսքս, այլ հենց այդ կամենալու մասին ու եթե մի օր Հայաստանի Հանրապետությունում 3 միլիոն մարդ արթնանա ու ասի այսօր ում համար ինչ լավ բան անեմ, իմացեք, որ այդ օրը հաջողել ենք, որովհետև յուրաքանչյուրս արդեն ոչ մի բանի կարիք չենք ունենա եւ պետք է կրթվելը նորաձևե արտահայտությամբ էլ ավարտեմ ուղիղ եթերս, որովհետև ամեն դժբախտության հիմքում տգիտությունն է, ինչքան էլ որ բոյկոտենք, ինչքան էլ որ փորձենք մեր հեղինակային կարծիքը արտահայտել այս թեմայի շուրջ, ինքս իմ մասով եմ ասում, իմ ոլորտի հետ կապված եմ ասում, եւ ինքս էլ աշխատում եմ ամեն օր դառնալ էլ ավելի լավը, քան երեկեի, ամեն օր լինել ավելի կիրթ, քան երեկեի, ավելի գիտելիքներս զարգացնել իմ ոլորտում ու եթե ինչ-որ մի բան չգիտեմ, սովորում եմ եւ առանց ինչ-որ բան չիմանալու երբեք տվյալ թեմայի մեջ չեմ մտնում։ Պիտի ասեմ իմ այս տարվա, երևի անցած տարվանից եմ սկսել, անցած տարվա ու այս տարվա շատ սիրելի կարգախոս դարձած 3 բառերը՝ լռություն, համբերություն, ժամանակ եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Շնորհակալ եմ, որ հետևում եք ուղիղ եթերներից, շնորհակալ եմ նաեւ այն հնարավորության համար, որ կարողանում եմ կիսվել ձեզ հետ, այսպես կարելի ասել մենախոսության նման մի բաներ, հույզերս արտահայտել եւ չնայած որ իմ համար միշտ եւ ամեն ինչ արևոտ է, անգամ ամենաանձրևոտ եղանակը, բայց երբեմն ես էլ եմ ունենում հույզեր, որոնք ցանկանում եմ արտահայտել, կիսել ձեզ հետ եւ գուցե հետո ձեզնից ինչ որ մի խորհուրդ վերցնելով ինքս էլ դառնալ ավելի լավը, քան երեկեի։ Ամենալավն ու բարին եւ արև ձեզ։